Թե չի հաջողվելու։ Այդ մոտեցումը ինձ համար տարօրինակ է եւ անընդունելի։ Պարոն Սարգսյան եւ Թաթոյանի հայտարարությունների վերաբերյալ, հա, նա կարծես նախկին նախագահներին, այսպես ասած, թիրախավորել է, ինքը ասում է, որ որևէ մեկի հետ կապ չունի նախկինների հետ, սակայն իշխանությունից ասում են, որ նա եղել է ՀՀԿ-ի պաշտպանը, երբ եղել է ՄԻՊ-ը, նրա այս հայտարարությունների վերաբերյալ ինչ կարող եք ասել, որ փորձում է հաստվել նախկին նախագահների անունները։ Յուրաքանչյուրը իր նախընտրական քարոզը տանում է յուրովի, ինչպես արդյունավետ է համարում։ Ես առանձնապես այդպես կոշտ որևէ քննադատություն չեմ լսել։ Բայց Թաթոյանի հետ որևէ կապ ունեք համագործակցություն, այսինքն քաղաքական համագործակցություն։ Ոչ, որևէ համագործակցություն քաղաքական չունեմ։ Եվ չեմ ունեցել։ Պարոն նախագահ, դուք ժամանակին ասել եք, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի, բայց չեք նշել, թե կոնկրետ ինչ ուժերի եք պարտվել։ Նշել եմ, այդ հարցազրույցը նայեք այնտեղ նշվածը։ Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է պարտվել ավելի մեծ ուժերի, ոչ թե դրապաշտական նպատակներ է ունեցել, ինչպես նրան է Արցախի հարցում եւ ինքը ասում է մենք հաղթել ենք։ Չէ, դե դուք այդպես չեք կարծում, չէ՞։ Իհարկե չեմ կարծում, ոչ թե պարտվել է, այլ կապիտուլացվել է։ Իսկ ինքը Արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել։ Իսկ ինքը ինչ դերակատարություն անեցել, որ այսինքն ինքը օգնել է, որ դուք պարտվեք։ Ես չեմ ասում ինքը դերակատարություն չի ունեցել, բայց իր ուժը, իր ջանքերը բավարար չէին, որպեսզի իշխանափոխություն լիներ Հայաստանում։ Շատ է համացանցում քննարկում Նիկոլ Փաշինյանի պերաշկի ուտելը, կուկուռուզ ուտելը, դա արդյոք երկրի առաջի դեմքի էթիկայի նորմերի խախտում չէ, եւ դուք երբևէ մենք ձեզ, երբ եղել եք երկրի առաջի դեմքը, ձեզ եւ նախկիների նման իրավիճակներում չեք տեսել։ Ձեր կարծիքը։ Չեք տեսել, ուրեմն դուք պետք է որոշեք։ Որն ավելի ճիշտ, մեր պահվածքը թե այս պահվածքը։ Ես կարծում եմ արդեն բոլորը գնահատականները տվել են։ Пока что.